Պարոն Սարգսյան, ես ասում եմ, երբ ամեն անգամ ավելի մոտիկից ես ճանաչում Մարիաննային, Արիաննային, ես ինչ է Մարիաննա, ատատիվ գլխավոր բժշկյան ունեմ շուտ, Մարիաննային, Արիաննային, հաշվի, որ Մարիաննա Արիաննան դու ես դա, ամեն անգամ, երբ ավելի մոտիկից եմ նրան ճանաչում, միշտ ապշում եմ նրա համարձակությանը, նրա անվախության, նրա այսպես քաջության, նրա այսպես ամեն ինչին շատ հանգիստ նայելուն, դուք որպես զինվորական նման կանանց հանդիպել եք, թե չեն եղել այսպիսի համարձակ կանանց ձեր կյանքում ծանոթ։ Կասեմ, որ ամբողջ աշխարհում կանայք շարժող ուժն են, նույնիսկ Աստվածաշունչի մեջ, երբ որ Աստված ստեղծում էր աշխարհը, ամենակարևորը թողեց վերջում։ Նա ստեղծեց ամեն ինչ վերջում եւ չասեց իմ գործը վերջացած է, երբ որ ստեղծեց կնոջը, նա ասեց իմ գործը վերջացած է եւ մի օր հանգստացավ, այսինքն կնոջ կարևորությունը նույնիսկ մեր արարիչը նշել է հենց Աստվածաշնչի առաջի գլխում։ Իհարկե ամբողջ աշխարհում տեսել եմ եւ նրանք միշտ շարժող ուժն են եղել Հայաստանում Արիանայի պես խիզախ թե լրատվամիջոցի, թե որպես ընդդիմադիր միգուցե կան չեն արտահայտվում, ունենք լավ լրագրողներ, բայց որպես ընդդիմադիր խոսացող Արիանայի պես դեռ չեմ հանդիպել կին։ Իսկ տղամարդկանց մեջ երևի թե ընդդիմադիր չտեսնենք կա մի քանի հոգի եւ ձեր հյուրն էլ եղել է մի քանի անգամ, բայց Հայաստանում ապրող որպես այսպիսի, ինչպիսին Արիանան է արտահայտվում իրոք ընդդիմադիր հայացքներով կամ անհամաձայնությամբ երևի չեմ հանդիպել։